Բարև ձեզ։ Բարև ձեզ, եկեք սպասենք մինչև միանա, ունե շատանանք, նոր սկսենք։
Եկեք եւս մի 2-3 րոպե սպասենք, մինչև էլի մարդիկ միանան ու սկսենք։ Եկեք սկսենք, եթե կմիանան, շատ ավելի լավ։ Մենք շարունակում ենք մեր դասախոսությունների շարքը, այսօր թվով 8-րդ դասախոսություն առաջարկում եմ մենք դասախոսության ընթացքում կիրականացնենք խնդիրների լուծում եւ քննարկում։ Դասախոսությունը կվարեմ ես, Հայկ Աղեկյանս, եկեք սկսենք։ Այսօրվա դասախոսության մեջ ներառել եմ այն թեմաները, որոնք որ բոլոր 7 դասախոսությունների ընթացքում առաջարկում եմ սկսենք մոլեկուլային օրբիտալ վալենտային շերտ, արտաքին շերտ սեպրտեսությունից եւ շարադեն կանցնենք խնդիրներին։ Խնդիրների աշխատել եմ խնդիրների հայերեն, որպեսզի հեշտ լինի բոլորի համար։ Սկսենք մոլեկուլայինից։ Առաջին խնդիրը վերաբերում է տրիպլետային մոլեկուլային օրբիտալների դիագրամին։ Խնդիրն այսպիսին է, որ պատկերային թթվածնի մոլեկուլային օրբիտալների դիագրամը, հաշվել դրանում կապի կարգը։ Եթե չաթում միանգամից կարող եք գրել պատասխանը գրեք, եթե չէ մտածենք ժամանակ, հետո արդեն կքննարկենք։ Մեծամասնությունը պատասխանում է, որ իրենից ներկայացնում սինգլետային թթվածնի մոլեկուլային օրբիտալի դիագրամը, այսինքն ձեր նկարի ձախ հատվածում գտնվող դիագրամի հետ եք, սակայն եկեք ավելի անդրադառնանք
Իսկ ներկայացնում սինգլետային ու տրիպլետային թթվածինները։ Սինգլետային սինգլետություն կամ տրիպլետություն, դրանք մուլտիպլետության ցուցանիշն են ու դրանք հաշվարկվում են հետևյալ կերպ. 2s S-ը դա մեր մոտ սպինն է, ընդհանուր համակարգի հետևաբար իսկ համակարգի սպինը ոնց է հաշվարկվում, կենտ էլեկտրոններ էլի ցույց տալիս S-ը։ Մեր մոտ S-ը հաշվենք կենտ էլեկտրոնները ու յուրաքանչյուր կենտ էլեկտրոնը իրանից ներկայացնում է 1 հետևաբար սինգլետային թթվածնի S-ը եթե այս արտահայտությունը հավասարվում է 1-ի, մեր համակարգը սինգլետային 2s պլյուս 1-ը հավասարվում է 3-ի, գտնվում է տրիպլետային վիճակում, տենց նաև կարող է հավասարվի 2-ի դուպլետային, 4-ի հիմա եթե մենք սինգլետային թթվածին, որ գտնենք, թե որ դիագրամն է, մենք պիտի գտնենք S-ը։ Սինգլետային, այսինքն իր 2s պլյուս 1 արժեքը 1-ի է, պլյուս 1-ը հավասար է 1-ի, մաթեմատիկորեն դուրս ենք բերում, որ 2s արժեքը 0, իսկ S-ը, 2-ը պարզ է, պիտի բազմապատկենք 0, 0, հետևաբար մեր մոտ S-ը պիտի հավասար լինի 0-ի։ Կենտ էլեկտրոն իրանից ներկայացնում է 1/2 մոտ պիտի հետևաբար կենտ էլեկտրոնների թիվը լինի 0-ի, որպեսզի ոչ մի S-ը ընդհանուր հավասարվի 0-ի։ Ձեր նշած տարբերակում ձախ նկարում ունենք 2 կենտ, յուրաքանչյուրը իրանից ներկայացնում է 1/2 սպին, 2 անգամ 1/2 ստանում ենք, այսինքն մեր S-ը ձախ դիագրամում S-ը հավասարվում է 1-ի։ Հետևաբար 2 անգամ 1 գումարած 1 հավասարվում է 3-ի, այսինքն ձախ պատկերը տրիպլետային թթվածնի վիճակը, իսկ աջ պատկերը, որում էլեկտրոններ, այսինքն չունենք չզույգված էլեկտրոն, զույգված են, մեր սպինը ընդհանուր համակարգի հավասարում է 0-ի և 2s պլյուս 1 արժեքը դառնում է 1։ Այսինքն մեր երկու պատկերների իրենից ներկայացնում է սինգլետային թթվածնի դիագրամը։ Կապի կարգը հաշվելու համար պիտի հանենք կապող օրբիտալների էլեկտրոնների քանդող օրբիտալների կամ разрыхляющий ռուսերեն քանդող օրբիտալների երկուսի։ Մեր մոտ, քանի որ H-ը գտանք սինգլետային թթվածինն է, կապող օրբիտալը սա եւ այս պի օրբիտալները։ Օրբիտալներն այս սիգմա աստղանի շտրիխը եւ այս պի աստղանի լայն օրբիտալները նկարելուց աստղանիշով նշվում են քանդող օրբիտալները, իսկ առանց աստղանիշները։ Հետևաբար մենք ունեցանք կապող օրբիտալներում 4, 6, 8, 8 էլեկտրոն, իսկ քանդող օրբիտալներում 4 էլեկտրոն, այսինքն 4 բաժանում 2-ի եւ ստանում 2։ Կապի կարգը բոլորը ճիշտ են տրիպլետային վիճակում գտնվող թթվածնի համար, էլի այս կենտ էլեկտրոնները գտնվում են քանդող օրբիտալներում։ Այդ իսկ պատճառով մեր մոտ տրիպլետային թթվածնի դեպքում կապի կարգը նույնն է։ Հիմա եկեք անցնենք հաջորդ հարցին, հուսամ հասկացանք ինչու էր աջ պատկերը ոչ թե հաջորդ իհարկե։ Ստանա ջնջեմ, չխանգարի մեզ։ Վերաբերվում է ածխաթթու գազի, նույն ինքը CO2-ի մոլեկուլային օրբիտալ
Հաշվել դրանով կապի կարգը, գրել մոլեկուլային կոնֆիգուրացիաներ, նշել հոմո և լումո, քանի որ այստեղ քանի որ դուք չեք համակարգի վրա նկարել zoom meeting-ում էլեկտրոններով լրացնել, դուք ձեր մոտ լրացնում եք, իսկ մենք կապենք միայն այս դուք ձեր համար կստուգ եք, ճիշտ պատասխանը կցուցադրեմ, ձեր համար կստուգ չաթում կգրեք կապի կարգը եւ հոմո եւ լումո օրբիտալների, այսինքն ենթադրենք ձեր կարծիքով 2su օրբիտալը հոմոն ամենաբարձր լրացված մոլեկուլային օրբիտալը, դուք չաթում կգրեք դա հետ համապատասխանաբար լյումոն։ Հասկանա կարծում եմ այո հասկանա։ Եթե խնդիրը որևէ չի, կխնդրեմ չաթում գրեք, որ ամեն ինչ նոր կրկին բացատրեմ։ Լավ, եկեք ժամանակ չկորցնենք, անցնենք լուծմանը, հետո ձեր մոտ, եթե չեք ավարտել, կստուգեք կամ եթե գրել եք ինչ-որ բան կասկածում եք, հասկանաք ինչն է սխալ եղել։ Նկարում պատկերված է այն օրբիտալի դիագրամը, այստեղ կարմիրով նշված է իր կարմիրով նշված է իր highest occupied molecular, այսինքն ամենաբարձր լրացված մոլեկուլային օրբիտալները, կապույտով նշված է ամենացածր մոլեկուլային օրբիտալները, այստեղ Մեկբեգեն, այո, Մեկբեգեն ճիշտ է հոմո, Դենիսը ճիշտ է պատասխանել։ Այստեղ օրբիտալները լրացնելու համար ուղղակի պիտի գրեիք C-ի էլեկտրոնային բանաձևը,
կոնֆիգուրացիան, երկու ատոմ թթվածնի համար էլեկտրոնային կոնֆիգուրացիան եւ այդ էլեկտրոններով ստեղ բան էլ 2s 2 հատ 2s կա թթվածնից է գալիս 6 հատ 2p օրբիտալներ կան ատոմային օրբիտալներ թթվածնից են գալիս 1 հատ 2s գալիս է ածխածնից եւ 3 հատ 2p կրկին ածխածնից նրանց էլեկտրոնները լրացնելով տեսնում ենք, որ բոլոր էլեկտրոնները լրացվում են ստեղ նկարում իրականում չի երևում, այս 1SU-ի տակ մի հատ էլ իրա կապող օրբիտալը կա ու էլի լրացված է Բարկյան նկարում սենց ավելի պարզ է երևում 1SG եւ 1SU օրբիտալներն են 2S-ից առաջանում Հետևաբար նրա կապի կարգը հաշվելու համար հաշվում ենք քանդող օրբիտալներում եւ կապող օրբիտալներում քանակներ էլեկտրոնների, մեր մոտ կապող է սա, կապող են սրանք ամբողջությամբ։ Իսկ մնացածը արդեն քանդող են, սա էլ է կապող։ Այսինքն մեր մոտ քանդող օրբիտալներում ընդամենը երկու օրբիտալ կա, երկու էլեկտրոն կա, հետևաբար գումարում ենք էլեկտրոնները 2, 4, 6, 8, 10, 12, 14, 1 վայրկյան 2, 4, 6 Հա, ճիշտ է, ստեղ իրականում կապող օրբիտալ այս հոմոյում իրանք կապող օրբիտալներ չեն, այլ բանը, իրանք ոչ կապող են, ոչ քանդող, քանի որ գտնվում են նույն նույն էներգիական մակարդակում ինչ որ 2p ատոմային օրբիտալները, դրա համար իրանք չեն համարվում որպես կապող եւ չեն համարվում որպես քանդող, այսինքն այս մեր հոմոն իրանից չի ներկայացնում ոչ մի ոչ կապող, ոչ քանդող օրբիտալ, դրա համար իրան չենք հաշվում բանի մեջ, կապի կարգը հաշվելու մեջ։ Մենք հաշվում ենք 1SG-ին, 2SG-ին, 2SU-ն որպես կապող օրբիտալ եւ այս 1PG-ը երևի։ Չէ, 1PU-ն։ Այսինքն մեր մոտ կապող օրբիտալները եղավ 2, 4, 6, 8, 10։ 10-ից հանում ենք 2, բաժանում 2-ի եւ ստանում ենք 4։ Հա, ստեղ իրական կոնֆիգուրացիաները նշված չի, նկարում չի եղել, բայց եթե գրել եք դուք չաթում կարող եք տեղադրել, ես կասեմ կոնֆիգուրացիաները, իրականում այս գրաֆիկից արդեն պարզ է դառնում կոնֆիգուրացիան, վերցնում ենք 1SG, գլխին դնում ենք երկուքան փակագծում են դնում 2 կախված գրականությունից, հետո 1SU 2, 2SG 2 եւ այդպես օրբիտալի անունը նրանում գտնվող էլեկտրոնների քանակն են գրում, այդպես դառնում է իր էլեկտրոնային կոնֆիգուրացիան։ Հիմա եկեք մի վայրկյան։ Սա մեր երկրորդ խնդիրն էր, իսկ երրորդ խնդիրը հիմա արդեն լսեպորտեսի հիբրիդացմանը բերել SP2, SP3, DSP3 եւ D2, SP3 հիբրիդացված մոլեկուլների մեկական օրինակներ, գրել նրանց երկրաչափական կառուցվածքի անվանումը ըստ լսեպոր տեսության։ Եկեք 2-3 րոպե մտածեք եւ չաթում որ ձեր պատասխանները գրեք։ Այո, SP օրինակ ճիշտ է SP-ն չաթում գրել եք C2H2, այո, ացետիլենը ունի SP հիբրիդացիա։ Կխնդրեմ նաև գրեք նրա երկրաչափական կառուցվածքի անվանում, այսինքն ինքը տետրաէդրիկ է, օկտաէդրիկ է, թե ինչ է։
Ստեղ չաթում տեսնում եմ, որ մեծ մասը գրում է SP3 օրբիտալների անուններ, ստեղ նաև տեսա DSP3 եւ DR բոլորը միայն այս երեքն են գրում, դա իրականում դպրոցական հեշտ պետք է հաղթահարեք դա, բայց արդեն DSP3 եւ D2 SP3-ով հիբրիդ մի փոքր արդեն բարդ են։ Ստեղ նաև տեսնում եմ SP3-ի համար, որ գրվում է ամոնյակ ամոնյակը ինչով է իրականում տարբերվում CH4-ից կամ այլ տետրաէդրիկից, որ դեպքում C բոլոր ամոնյակի դեպքում ուղղակի տետրաէդրիկ ամոնյակի էլեկտրոնային զույգն է, ոչ թե ասենք մեթանի նման C հydrazine։ Լավ, եկեք անցնենք արդեն լուծմանը։ Ստեղ ներկայացված բոլոր հիբրիդացված մոլեկուլներից մեկական օրինակներ, մեր հիլիում քլոր 2-ը որպես sp օր հիբրիդացում ունեցող մոլեկուլ, ստեղ հիբրիդացումը անցել եք դասախոսությունների ժամանակ ու գիտեք ոնց է հիբրիդացումը, հաշվարկում են թե կապի առաջացմանը, որ օրբիտալներից են մասնակցում։ SP2-ի համար նշվել է բորքլոր 3-ը, CH4-ի համար տրիվիալ ուղղակի նշվել է մեթանը, սակայն այլ նաև տարբերակներ ճիշտ են։ SP3D-ի համար նշվել է բեկլոր 5, որը ունի տրիգոնալ պիրամիդալ կառուցվածք, եւ SP2 SP3 հիբրիդացման համար ունի օկտաեդրի կառուցվածք, բերիլիում կառուցվածք, բորքլոր 3-ը հարթիեռանկյուն եւ CH4-ը տետրաեդրիկ կառուցվածք։ Ձեզնից խնդիրներ լուծելիս չի պահանջվում համար բեկլոր 5-ը ինչ հիբրիդացում ունի։ Ավելի կիրառական է, որ ձեզ տրված բեկլոր 5-ը դուք դուրս բերեք, որ ինքը ունի DSP3 սովորաբար հարցը նեցա ձևակերպում խնդիրները, որ դες չի ասում նշեք SP-ով մոլեկուլ որևիցե, այս ասում է որևիցե մոլեկուլ է նշում, ենթակգթեք նրա հիբրիդացումը։ Հարցին ավարտեցինք մոլեկուլային օրբիտալների տեսությունը եւ սեպը, արդեն անցնենք թերմոդինամիկային։ Թերմոդինամիկայից առանձնացրել եմ խնդիրներ էլի միջև մեր մոտ անցած, էներգիա, էնթալպիա, էնտրոպիա, հեսիորեն նաև անդրադարձել եմ գիպսի ազատ էներգիային եւ ժամանակ անցած կապեի եւ բանթոֆի հավասարմանը, դրանց վերաբերյալ սահիկաշարում։ Հիմա եկեք անդրադառնանք էներգիայի եւ էնթալպիայի։ Ձեր անցած Q-նա, որ անցել եք ջերմության էներգիա նշանակվել, կներեք, ձեզ առաջարկում եմ լուծել այս երկու խնդիր։ Առաջինը իրենից ներկայացնում է հետևյալը. ջրի կաթսան տաքացվում է ջրին փոխանցելով 1000 կիլոջոուլ ջերմային էներգիա։ Եթե կաթսայում կա 5 կիլոգրամ ջուր եւ ջերմաշրջան կելվինով, ապա որն է ջրի տեսակարար ջերմությունը։ Տեսակարար ջերմունակությունն է CP-ն, հաստատուն ճնշման պայմաններում։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք չափման միավորը հաշվել ջոուլ բաժանած գրամ անգամ կելվինով։ Տեսնում եմ հեշտությամբ հաղթահարեցիք այս խնդիրը, եկեք անենք, նոր լուծումները նայենք, այսինքն երկրորդ խնդրում ձեզ պետք է գալու արժեքը, դրա համար
Երկրորդ խնդրին անդրադառնալ ընթացակարգում ուսանողը պետք է օգտագործի 225 մլ տաք ջուր։ Քանակությունը, որն անհրաժեշտ է 225 մլ ջրի ջերմաստիճանը 10 աստիճան Ցելսիուս բարձրացնելու համար։ Օգտագործեք ՑՊ-ի համար ձեր կողմից ստացված արժեքը։ Տեսնում եմ երկրորդ խնդիրն էլ լուծեցիք, անդրադառնանք լուծման։ Առաջին խնդրի լուծման համար էլի պետք է կողմից անցած Q-ն հավասար է CP M դելտա T արտահայտվող հավասարումը CP-ի համար, այսինքն CP-ն տեղից դուրս է գալիս, որ հավասար է Q-ն բաժանած M դելտա T-ի։ Այդտեղից մենք ունենք բոլոր արժեքները, Q-ն ունենք, M ունենք։ Q-ի համար պետք է ուշադրություն դարձնենք, որ ձեզնից պահանջվում է գտնել բաժանած գրամ անգամ կելվինով, իսկ ձեր մոտ տրված է 5 կիլոգրամ ջուր եւ 1600 ժոուլ ջերմային էներգիա, հետեւաբար պետք է 1676-ը բազմապատկեի որպեսզի ստանայիք ջոուլով եւ 5 կիլոգրամներ բազմապատկեի 1000-ը, որպեսզի ստանայիք գրամ 80 կելվինով աշատած ջերմաստիճանը բարձրացրել, դելտա T-ն հետևաբար հավասար է 80-ի, պարզ մաթեմատիկական հաշվարկ կատարելով ստանում եք 4/19, ինչը մեծամասնությունը ճիշտ էր ստացել, իսկ երկրորդ հարցում քանի որ ջրի խտությունը 1 գրամ միլիլիտր է, հետևաբար մեր 225 մլլ-ը ունի նույն զանգվածը, այսինքն 225 գրամ եք ընդունել, պետք է ընդունեք։ Իսկ ջերմաստիճանը 100 աստիճան Ցելսիուս բարձրացել է 10 աստիճան Ցելսիուս բարձրացել է 100 աստիճան Ցելսիուս, պետք է հաշվեք նրա նույն բանաձևով Q-ն հավասար է MCP դելտա T-ով, պետք է հաշվեք նրա տեսակարար ջերմունակությունը, ստեղ CP-ի իրական արժեքն է տրված 4.184, սակայն ձեզնից պահանջվում էր խնդրի պայմաններով ինչ որ ստացել եք, դա էլ օգտագործեիք, իրականում շատ տարբերություն չէր տալու, որովհետև շատ քիչ էին տատանվում խնդրով ստացածը եւ իրական էքսպերիմենտալ արժեքը, վերցնում ենք 225 գրամը, բազմապատկում 4.19-ով եւ բազմապատկում ջերմաստիճանների տարբերությամբ 100-ից հանած 10 ու ստանում ենք 84847.5, ինչը մեծամասնությունը ճիշտ է ստացել, այստեղ ոմանք ստացել էին 85050 ջոուլը, ենթադրում եմ, որ դա կելվինների տարբերությունից է եկել, կարող միգուցե մեկի դեպքում կելվինը հաշվի եք առել, մեկի դեպքում չեմ կարող ասել ինչից է դա եկել, բայց դա ընդունելի պատասխան է, որտեղ մոտիկ է։ Հնարավոր է եւ CP-ն 484 եք վերցրել։ Ինչևէ, անցնենք հաջորդ խնդրին։ Հաջորդը վերաբերվում է ցիկլոհեքսանի այրման ռեակցիային։ Ձեզ տրված է ցիկլոհեքսանի այրման ռեակցիան C6H12 գումարած 9+2, ստացվում է 6CO2 եւ 6H ջուր։ Ձեզ տրված է ելանյութերի եւ վերջանյութերի այրման առաջացման էնթալպիաները կիլոջոուլ մոլերով, CO2-ի համար -393.5, ջրի համար -285.8 եւ ցիկլոհեքսանի համար -156։ Ստեղ նշանակումը գիտեք, F formation-ը նշանակում է առաջացման էնթալպիա։ Եվ ձեզ նաեւ տրված է կապերի միջին էնթալպիաները, այսինքն քանի որ C6H12-ում մենք ունենք CH էկվատորիալ եւ աքսիալ կապեր, դա եթե ոմանք չգիտեն, դա իր բազկաթոռային կոնֆորմացիայից է գալիս, այստեղ կարող փորձեմ նկարեմ։
կներեք մի վայրկյան։ Ցիկլոհեքսանի բազկաթոռային կոնֆորմացիան մոտավորապես երկեգեշ նկարվեց, բայց ոչինչ, սա է ու ստեղ մենք քանի որ ունենք CH կապեր, CH կապերը երկու դիրքով են գրավում, աքսիալ եւ էկվատորիալ, սա մեր էկվատորիալ դիրքն է, իսկ սա մեր աքսիալ դիրքն է, այսինքն եթե կոպիտ ասած sense նայեք, եթե ուղիղագիծը ցիկլոհեքսանի հետ համեմատած, ցիկլի հետ համեմատած, ուրեմն ինքը աքսիալ դիրքն է, իսկ եթե մի փոքր անկյան տակ է գտնվում, ուրեմն էկվատորիալ դիրքն է։ Այստեղ հա հարցը արդեն կարդացել են եւ ոմանք լուծել են։ Կապերի միջին էնթալպիան ինչու է միջինացված, որովհետեւ աքսիալ եւ էկվատորիալ CH կապերը տարբերվում են ու դրանց միջինն է տրված ձեզ։ Հարց առաջինը ասում է հաշվել ցիկլոհեքսանի ստանդարտ այրման էնթալպիան։ Չենք Հարց 1-ի ճիշտ պատասխանն է -3919, ինչպես բոլորը ստացել են, մեծամասնությունը ճիշտ պատասխանն է ստացել, ինչ պետք է անեիք, ուղղակի վերցնեիք նրանց առաջացման էնթալպիաները եւ ինչպես են հաշվում այրման էնթալպիան, ռեակցիայի էնթալպիան, վերջանյութերի առաջացման էնթալպիաներից հանում են ելանյութերի առաջացման էնթալպիաները։ Քանի որ մեր մոտ թթվածինը պարզ միացությունն է ու նրա առաջացման էնթալպիան 0 է, դա հաշվի չենք առնում, հետևաբար քանակաչափական գործակիցները հաշվի առնելով պետքա -393.5 բազմապատկեիք 6-ով, գումարեիք -285.8 անգամ 6 եւ հանեիք -156 անգամ 8, ընդեղ նշաններ մինուսը մինուսի հետ պլյուսա տալիս, հաշվարկը կատարելով ստանում եք -3919.8։ Եվ երկրորդ հարցը հաշվել ցիկլոհեքսանի այրման էնթալպիան օգտագործելով կապերի էնթալպիաները։ Ստեղ հուշում պետք է ուղղակի հաշվի առնեք ինչ կապեր են քանդվում եւ ինչ կապեր են առաջանում։
Փորձենք չէ բոլորը լուծեն, ստեղ պատասխաններ տեսնում եմ, տարբեր պատասխաններ են, եկեք հետ։ Ճիշտ պատասխանն է -3630, ստեղ տեսնում եմ տարբեր պատասխաններ եք ստացել, ոմանք ճիշտ, ոմանք սխալ, եկեք կանանք, ստեղ ոնց պետք է լուծվեր խնդիրը։ Քանի որ ստեղ եթե որ բոլոր կապերը ճեղքվում են եւ նոր կապեր են դեռ առաջանում, պետք է հաշվենք C6 H12-ում ինչ կապեր կան եւ ինչ քանակությամբ, թթվածնում ինչ քանակությամբ, C6 H12-ում կա 6 C 2 CH կապ, այսինքն պետք է 348 CC կապի էներգիան բազմապատկով CH-ի էներգիան 412-ը 12-ով, դրանց գումարը գումարվեր 9 հատ OO կապի էներգիան, որովհետև OO կապն էլ է ճեղքվում։ Ու այդ ամբողջը կլիներ մեր ճեղքված կապերի էներգիան։ Ու դրա մեր մոտ առաջացած կապերի էներգիան, մեր մոտ առաջանում է CO2-ում կան, որ այսինքն 12 հատ C O կապեր են 12 հատ էլ OH կապեր են ճեղքվել, հետևաբար այո, հա, 12 անգամ 799 եւ 12 անգամ 3 ենք անում, տարբերությունը տալիս է -3630։ Ստեղ չաթում գրել է 5 հատ CC կապ է ճեղքվել, ոչ թե 6։ Զուտ եթե սա մեր ցիկլոհեքսան նկարեցի ցիկլոհեքսանը, եթե մենք վերջանյութերից մեկում պետք է ունենանք CC կապ, սակայն մենք տեսնում ենք, որ ունենք CO2 կապ։ Բոլոր 1, 2, 3, 4, 5, 6 կապերն էլ, հետևաբար ինձ թվում է ճիշտ է։ Հարց կա հասակ պատասխանը։ Երևի հարց չկա, անցնենք հաջորդը մեր քիմիայի Հայաստանի դրած խնդիրները նաև տեղադրել, որպեսզի նաև սովորեք նման խնդիրներ դրանց սովոր լինեք։ Աղյուսակում ներկայացված են ազոտի որոշ օքսիդական տվյալները։ Տրված է NO-ի, NO2-ի, N2O4-ի, ստանդարտ առաջացման էնթալպիան, ստանդարտ էնտրոպիան, գիպսի առաջացման գիպսի էներգիան եւ CPM-ը ճնշման եւ զանգվածի պայմաններում ջերմունակությունները, էլի ստանդարտ 290։ Առաջին հարցը հաշվեք ազոտի մոնոքսիդից, նույնքը NO-ից եւ թթվածնից ինքը NO2-ի գոյացման ռեակցիայի ընթացքում էնթալպիայի փոփոխությունները 200 եւ 330 կելվինում ջերմաստիճաններում։ Ընդունեք, որ նշված ջերմունակությունները հաստատուն են։ Սրան մի փոքր երկար ժամանակ կտրենք, 4-5 րոպե տրամադրենք, որպեսզի հասցնեք լուծել։
Ստեղ որոշում եմ, եկեք արդեն անցնենք լուծմանը։ Մեզ դրված ռեակցիան NO-ի մոլեկուլը փոխազդում է թթվածնի 1 մոլեկուլի հետ եւ առաջանում է 2 մոլեկուլ։ Էնթալպիան 200 հաշվելու համար պետք է վերջանյութերի առաջացման էնթալպիայից հանել գելանյութերի առաջացման կամ NO2-ի համար 33.9 հանած 2 անգամ 20.4 թթվածինը պարզ նյութա չունի, այսինքն 0 է նրա առաջացման էնթալպիան եւ 3x տանում, ինչը ճիշտ պատասխանն էր։ Իսկ 330 կելվին ջերմաստիճան պետք է օգտվենք Կիրխոֆի բանաձևից։ Կիրխոֆի բանաձևը իրանից ջերմաստիճանի ջերմաստիճանային կախվածությունն է ցույց ներկայացնում։ Այստեղ ցույց է տրվում էնթալպիայի տարբեր ջերմաստիճաններում էնթալպիայի փոփոխ ջերմունակությունից, նույն ինքը CP-ից։ Մենք պետք է հաշվենք ռեակցիայի ընթացքում CP-ի փոփոխությունը նույն սկզբունքով, ինչ որ էնթալպիան կամ վերջանյութերի ջերմունակություններից հանում են գելանյութերի ջերմունակությունը եւ այս ջերմաստիճանային տիրույթում CP-ն նույն ինքը ջերմունակությունը փոփոխում։ Այսինքն, երբ որ 298-ից բարձրացնենք 330, ռեակցիայի ջերմունակությունը չենք ընդունում։ Հետևաբար, մեր ռեակցիայի CP-ն, նույն ինքը դելտա CP մինուս 13.4 ջոուլ անգամ մոլ մինուս 1 կելվին մինուս 1։ Բանաձևը ցույց է տալիս, որ վերջնական ջերմաստիճանի տարբերությունը, ջերմաստիճաններում էնթալպիաների տարբերությունը դելտա C ներկայացնում։ Հետևաբար, երբ որ բարձրացնում ենք ջերմաստիճանը, էնթալպիան աճում է դելտա CP դելտա T արժեքով։ Մեր մոտ սկզբնական 198 կելվինում գտանք մինուս 113 կիլոջոուլ մոլ։ Դելտա CP ջերմաստիճանների տարբերությունը 32 կելվին։ Տեղադրելով Կիրխոֆի բանաձևի մեջ 330 կելվինում էնթալպիայի արժեքը ռեակցիայի NO-ի օքսիդացման առաջացման հավասար է մինուս 113-ին գումարած ստեղ նշանի փոփոխությունը նշանով պլյուսը մինուսի հետ արդեն տալիս է այսինքն հանած 113 ու 4 անգամ 32 եւ թիվը ստեղ մի վայրկյան վերջնական թիվը մինուս 113.4 հարցին անցնենք, եթե ստեղ հարցեր կա, որ որոշակի խնդրեմ գրեք չաթում։ Հարցեր չկա, անցնենք հաջորդին արդեն վերոնշյալ ռեակցիայի նաև էնտրոպիայի փոփոխությունները 298 կելվինում։ Արժեքների համար ռեակցիան ունեք, էնտրոպիայի փոփոխությունը հաշվեք, կանցնենք լուծմանը հաջորդ
բաներ արդեն կան, եկեք նայենք ճիշտ լուծումը։ Նույնիսկ որ էնթալպիայի եւ ՑՊ-ի դեպքում ընդամենը վերջնական պրոդուկտների ստանդարտ էնտրոպիաներից իրենց քանակաչափական գործակիցները հաշվի առնելով իհարկե անոթերի ստանդարտ էնտրոպիաների արժեքները իրենց քանակաչափական գործակիցներով ստանում ենք մինուս 145,2 ջոուլ անգամ մոլ մինուս 1 եք։ Այստեղ երկու տարբերական նշված, ուղղակի կամ իրականում ավելի ճիշտ է երկրորդը, որովհետև երբ որ հաշվում ենք NO2-ի առաջացման էնտրոպիան, էնտրոպիան ճիշտ է, որ վերցնենք քանակաչափական գործակիցները 1 մոլ պրոդուկտի համար, սակայն նաև մյուս տարբերակն ընդունելի, երկու տարբերակներն էլ ճիշտ են։ Ընդամենը քանակաչափական գործակիցների խնդիրը։ Հիմա արդեն առաջարկում եմ անդրադառնանք նախորդ դասախոսության ժամանակ քննարկված թեմաներին՝ գիպսի էներգիա, կապ է, կվանտում եւ այլն, նրանց միջև ընդհանուր կապը, որ գործում է։ Այստեղ նշվում գիպսի էներգիայի համար հաշվարկման 3 բանաձևերը հիմնական, որ օգտագործում են, այս դասախոսության ընթացքում չենք անդրադառնա մինուս NF-ի բանաձևերի, որովհետև դրան դեռ մանրամասն չենք անդրադարձել դասախոսական հատվածում։ Առաջին խնդիրը դելտա H մինուս դելտա S ձև տիպով գիպսի ազատ էներգիայի համար է հաշվարկել խնդիրը։ Ձեզ տրված է արծաթի նիտրատը, որը տաքացման պայմաններում է առաջացնելով արծաթ, ազոտի օքսիդ եւ թթվածին։ Գրեք ընթացող ռեակցիա եւ օգտվելով աղյուսակում ներկայացված թերմոդինամիկական տվյալներից հաշվեք Կելվինում արծաթի քայքայման ռեակցիայի ստանդարտ էնթալպիան, ստանդարտ եւ գիպսի ստանդարտ էներգիայի փոփոխությունները։ Նույն պիտի իրականացնենք ինչ որ նախորդ խնդիրների ժամանակ էր, էնտրոպիան եւ էնթալպիայի հաշվարկը։ Գիպսի արդեն ստանդարտ էներգիա պետք է կիրառեք վերևում նշված բանաձևը։ Եկեք անդրադառնանք լուծման արդեն։ Էնթալպիայի ճիշտ է, ռեակցիան չաթում գրել էի, ճիշտ է, արտառաջանումա
ատոմ արծաթ, 2 հատ NO2 և 1 մոլեկուլ թթվ։ Էնթալպիայի և էնտրոպիայի համար պարզը տրիվիալ է հաշվարկվեր, իսկ գիպսի ստանդարտ էներգիայի համար ստեղ հիմնական անուշադրության սխալը, որ անում են աշակերտները, խնդիրը լուծելիս, դա առնում, որ էնթալպիան նրանք հաշվել են կիլոջոուլով, իսկ էնտրոպիան ջոուլով, իսկ տարբեր չափամիավորներով տեղադրել հավասարման մեջ և լուծելը, դա լուծումա պետք է կամ էնթալպիան վերածել ջոուլի, կամ էնտրոպիան կիլոջոուլ անգամ մոլ մինուս 1 կելվին մինուս 1-ի, դա հիմնական սխալն է, որ թույլ են տալիս, իսկ լուծումը իրենից հետևյալը, ռեակցիան այո, ուստեղ գրված է նախորդ սահիկում, որ մեկ մոլեկուլի համար է կամ նույն ինչպես առաջացման համար են ընդունված մեկ մոլեկուլի այդ նույն կերպով էլ քայքայման համար, մեկ մոլեկուլի համար է համար ձեր բոլոր արժեքները ընդամենը 2 անգամ բարձր են լինելու ստեղ նշված արժեքների, նա չի համար, կարող է չհամ ուղղակի միշտ հիշեք, եթե ձեզ ինչ-որ ռեակցիա է տրված լինում ու դրա էնտրոպիան կամ գիպսի ազատ էներգիան հաշվել է տալիս, աշխատեք գրել մեկ մոլեկուլի համար, այսինքն առաջացման դեպքում ինչպես առաջացման ռեակցիայի հավասարում, եթե ասում են, դա նկատի ունեն մեկ մոլեկուլ, քայքայման ռեակցիայի հավասարում, երբ որ ասում են, դա նկատի ունեն մեկ մոլեկուլի համար։ Եթե դա հիշեք եւ որպես դոգմա ընդունեք, ձեր բոլոր խնդիրները կհամընկնեն խանի հետ, կներեք։ Ռեակցիան հասկացանք, այն ուղղակի վերցնում է նրանց արժեքները աղյուսակից, վերցնում է ելանյութերը, ստեղ արծաթը թթվածինը չունեն, 0-յա նրանց միայն 33.85-ից հանում է մինուս 124.4 ու ստանում 158.25, էնտրոպիայի համար հաշվարկը նույն կերպ ստանում է 244.8, իսկ գիպսի ազատ էներգիա ստեղ ինքը էնտրոպիան վերածել է ջոուլից կիլոջոուլը բաժանելով 1000-ի, դուք կարող եք հակառակ անեք, էնթալպիան բազմապատկի կանեք 158.250 ջոուլ մոլ։ Հաշվարկը կատարելուց հետո ստացվում ամբողջ 2996 կիլոջոուլ մոլ։ Ստեղ մեծամասնությունը ինձ թվում է պատասխանն է ստացել ուղղակի 2 անգամ ավել թվերն է ստացել չի, եկեք անցնենք հաջորդ հարցին, հաջորդ խնդիրը արդեն վերաբերվում է մինուս RTLN-ը գիպսի ազատ էներգիայի այդ բանաձևին և նաև կապեին, ռեակցիան դուք ունեք, հաշվեք արծաթի նիտրատի քայքայման ռեակցիայի հավասար հաստատունը պարցիալ ճնշումներով արտահայտված։ Կխնդրեմ վերցնեք ձեր ստացված գիպսի էներգիայի 2 անգամ պակաս արժեքը, որպեսզի ճիշտ այս անգամ համընկնի իմ բերված լուծման հետ։ Այստեղ մի փոքր հուշեցի, քանի որ դուք հաշվարկել եք գիպսի ազատ էներգիայի ստանդարտ արժեքը, դա ներկայացնում է 298 կելվին, հետևաբար դուք հավասարակշռության հաստատունն է պետք է հաշվեք, այդ նշված չի ստեղ։
Լավ, բարձր ձեր պատասխանները։ Եկեք անդրադառնանք երկրորդ հատվածին, միանգամից լուծումները կնայենք, օգտագործեք, եթե պետք լինի, օգտագործեք ձեր ստացած արժեքը այս հաջորդ հատվածի համար։ Դեր տարողության փակ և դատարկ, գրեթե բարձրարձակ վակուումում անոթում, 1 մոլ արժեքը տաքացրել են 600 կելվին հաստատուն ջերմաստիճանում, մինչև հավասարակշռության հաստատումը։ Ընդունեք, որ թերմոդինամիկական տվյալներն այդ ջերմաստիճանային տիրույթում փոփոխության չեն ենթարկվում, և անոթում առկա գազային նյութերը միմյանց հետ չեն փոխազդում։ Անտեսեք պինդ նյութի ծավալը։ Հաշվեք արծաթի նիտրատի քայքայման աստիճանը 600 կելվին ջերմաստիճանում։
Եկեք շատ չկանգնենք այս խնդրի վրա, շատ լուծմանը անդրադառնանք, հետո եթե ոմանց մոտ չի ստացվել կամ դեռ չեն ավարտել, կարող են նորից անդրադառնալ այս խնդրին։ Առաջին հարցի համար հաշվարկել ուղղակի ձեր հաշված արժեքի երկու անգամ տեղադրեք մինուս RTL-ն կանհավասար է դելտա J արտահայտության մեջ, ուղղակի անհավասար է Y մինուս դելտա J-ն բաժանած RT արտադրեք թվերը ու ստանանք 1,116 անգամ 10 մինուս 15, այսինքն կապեն շատ փոքր թիվ է։ Դրանից հետո երկրորդ հարցում պետք է կիրառենք Banff-ի արտահայտությունը նախորդ դասախոսության ժամանակ քննարկած, որպեսզի հաշվենք կապի արժեքը 600 աստիճան Ցելսիուսում, 600 աստիճան Կելվինում, որովհետև ինքը ասում է թերմոդինամիկական տվյալները, այսինքն էնթալպիան, էնտրոպիան եւ գիպսի ազատ էներգիան կարող եք ընդունել, որ չեն փոխվում։ Իրականում ստեղ մենակ ձեզ էնթալպիան է պետք լինելու, որ չի փոխվում, որովհետև Banff-ի մեջ մենակ միայն էնթալպիան կա։ Տեղադրելով Banff-ի արտահայտության մեջ կապը 298-ը դուք ունեք արդեն նախորդ հարցից, տեղերը ունեք եւ էնթալպիան հաշվել եք ավելի նախորդ հարցից։ Տեղադրելով ստանում եք կապի արժեքը 600 Կելվինում։ Ստեղ հա պետք է ուշադիր լինեք, որ այստեղ մինուս դելտա H-ը, դելտա նշանների տարբերություն չլինի։ Եվ ստանում եք կապը 600-ի համար 0,1023 բար։ Ստեղ հա ճիշտ է, որ հաշվել եք դուք 1,116 անգամ 10 մինուս 15-ով ինքը բար է, բարով է ստացվում, որ հետո կրճատումներ իրականացնեք կստանաք։ Հետո գրում եք կապ է 600 Կելվինի համար նրա արտահայտությունը ռեակցիայից ելնելով։ Մեր մոտ ինչա վերջանյութում վերջնական որպես գազային միացություններ մենք ունենում ենք NO2 եւ O2, քանի որ կապի մեջ մենք հաշվում ենք գազերի բարձրալ ճնշումները, պին միացությունները հաշվի չենք առնում, որտեղ նրանք ճնշում չունեն։ Եթե կացեով հաշվենք, ելի հաշվի չենք առնելու, որտեղ պին միացությունները կոնցենտրացիա չունեն։ Ստանում ենք PNO2 անգամ PO2-ի 1/2 աստիճան արտահայտությունը կապի համար։ Ստեղ քանակաչափական գործակիցներ ուղղակի հաշվի առնելով կարող եք գտնենք դուրս բերեք, որ PNO2-ը հավասար է O2, որտեղ ըստ ռեակցիայի 1 NO2 առաջանում կեսատ թթվածնի 2 հատ NO2։ Ու այդտեղից արդեն կարող եք գրեք, որ NO2-ին փոխարեն գրելով 2 անգամ PO2 կստանանք, որ կապեն ընդհանուր առմամբ հավասար է 3/2 աստիճան։ Ստեղ իսկ կարող ենք գտնենք O2-ի բարձրալ ճնշումը 0,1378 բարի կապի արժեքը վերցը օգտագործելով գտել ենք, դա հետո ձևափոխում է կիլո օգտագործելով իդեալական գազի հավասարումը, քանի որ մենք պիտի գտնենք ինչ-որ փոխազդ է, որքան առաջացե կամ մնացե, որպեսզի այդ առաջացած քանակության հետ ու հասկանանք որքանն է քայքայվել։ Մենք ստեղ լուծման մեջ որոշում է թթվածնի մոլը, մինիկը նյութաքանակը, օգտագործելով ստացած ջերմաստիճանը, ծավալը, քանի որ ասում է 25 լիտր եւ ստատունը։ Գտնում է, որ NO2-ը NO2-ը հավասար է 6.9 անգամ 10-6 մոլ, գտնում է արտաքաղաքական գործակցի բազմապատկում է 2-ով գտնում արծաթի նիտրատի հավասարակշռանակը 1,38 անգամ 10-5 եւ դա 1-ի, քանի որ սկզբնական վիճակում մենք ունենք 1 մոլ։ Գտնում բազմապատկելով 100.38 անգամ տոկոս։ Հուսամ ստեղ մի հոգի գրել էր գրեթե չի հուսամ նկատի ունեցել, որովհետև ինքը շատ փոքր թիվ է, 600 Կելվինում ճիշտ է արծաթի նիտրատում ինքը անօրգանական աղ է ու տես բավականին բարձր քայքայման ջերմաստիճան։
Հաջորդ խնդրին անցնենք։ Հաջորդ խնդրի Վանթովի հավասարման հետ է կապված, ուղղակի մինչև դրան հասնելը մի փոքր քայլեր պիտի իրականացնենք, այլ հարցեր, խնդրի այլ հարցեր։ Առաջին հարցը. քիմիական արդյունաբերության մեջ ամոնիակի սինթեզի հիմնական մեթոդը Haber-ի պրոցեսն է, որը ներգրավում է հետևյալ հավասարումով. 1/2 N2 գումարած 3/2 H2 Ինչպես տեսնում եք, երևի դուք դպրոցում էլ տեսել եք, որ N2 գումարած 3 երկու հատ ամոնիակ։ Քանի որ մենք քննարկում ենք թերմոդինամիկ համակարգ շրջանակներում եք այս պրոցեսը ուսումնասիրում եք, պետք է գրենք 1 մոլ ամոնիակի առաջացման։ Ամոնիակի մոլեկուլի NH կապերի հաջորդական դիսոսման էնթալպիաները հանաբար 460, 392 և 321 կիլոջոուլ մոլ են։ Որովհետև երբ որ քանդվեց 1 NH կապը, արդեն երկրորդը ավելի երկու նայած ոնց է քանդվում, այստեղ հոմոլիտիկ քանդվեց ռադիկալ, NH2 ռադիկալը անկայուն է ու հետևաբար նրա հաջորդ ները NH կապերի ավելի փոքր կլինեն, հաշվեք ամոնիակում NH կապի գազային ֆազում 298 կելվին է, ստում է հեշտ հարց է, բոլորն էլ կպատասխանեն։ Գումարի բոլոր արժեքները։ Երկրորդ հարցով օգտագործելով առաջին հարցում ստացված արժեքը հաշվեք ամոնիացման ստանդարտ էնթալպիան 298 կելվին ջերմաստիճանում, եթե HH կապը 436 կիլոջոուլ մոլ է, իսկ NN կապինը 945։ Այդ նույն սկզբունքով ինչ-որ NH-ի համար, ինքը միջինացի համար դուք դիտարկում եք, որ N եռակի կապ N-ը խզելու համար է 900 մոլ, այսինքն ոչ թե NN եռակի կապից NN կրկնակի կապ, այլ NN ությամբ խզվում է, դառնում է երկու ազատ N ռադիկալ։ Եթե մենք դիտարկենք առաջին դիսոսմանը, դիսոսման էնթալպիան, այսինքն էնթալպիան, դա ուրիշ թիվ է լինելու, այդքան բարձր չի լինելու։ Եվ իրականում բարձր թիվն է, որ ազոտին իներտությունն է փոխանցում ու ինքը շատ չի փոխանցում, էլի շատ դժվար պայմաններում է ինքը փոխանցում համգազ։ Երկրորդ հարցի համար էլ նույն սկզբունքը պիտի կիրառեք, ինչ որ խնդիրներից մեկում, այսօր սա եկա դասախոսության ժամանակ, չեմ հիշում իրականում, բայց կրկին կապի էնթալպիաները, ելանյութերի կապը, խզված կապերից հանում եք առաջացած կապերի առաջացման էնթալպիայի նույնիսկ գոյացման էնթալպիայի ստանդարտ արժեքը։ Եվ վերջում արդեն երրորդ ամոնիակի գոյացման ռեակցիայի հավասարակշռության հաստատությունը կապ է 6,3 կելվին ջերմաստիճանում, եթե 298 կելվին ջերմաստիճանում, այն 446,6-ի հավասարումը պիտի կիրառեք, Վանթովի հավասարումը։
Լավ, երևի անցնենք լուծմանը։ Առաջինի համար ինձ թվում է բոլորի համար էլ ինչպես է հաշվարկվում, երկրորդն էլ է պարզ, երրորդին արդեն կանադա։ Արենը հաշվում է միջին թվաբանական ստամա 391, բոլորը ճիշտ պատասխանն էին ստացել։ Երկրորդի համար սխալ պատասխաններ տեսել եմ չաթում իրականում, բայց չգիտեմ ինչպես են հաշվարկվել, ուղղակի պետքա վերցվել, քանդվել է մեկ կես հատ NN կապ, նո, այսինքն պետքա ոչ թե կես հատ NN կապ, այլ ստեղ չպիտի հաշվեք էլի մեկ դուք ուղղակի կես մոլ կարող եք հաշվել, դա քանակաչափական գործակիցն է ուղղակի, ոչ թե դուք ունեք։ Դրանք ուզուտ էներգիան հաշվելու համար պետք է նրա քանակաչափական գործակցով բազմապատկեք, այսինքն 045, որտեղ խզվել է NN կապը, 436 HH խզվե, 1.5 անգամով ենք բազմապատկում եւ հանում ենք 3 կապ, որոնք առաջացել են։ Միջին արժեքով ենք վերցնում 46.5, մեծամասնությունը ճիշտ էր պատասխանը, իսկ երրորդի համար ելով նույն սկզբունքը ինչ որ նախորդ խնդրում, կայի արժեքը ունեք 2 էնթալպիայի արժեքը հաշվել եք մինուս 46 ջոուլ մոլ արդեն տեղադրելով ստեղ օրինակ վանթովի հավասարման 1 այլ տարբեր ձևա ներկայացված լն լոգարիթմ a2-ը բաժանած կամ 1-ը հավասար է դելտա h բաժանած r անգամ t2-ից հանած t1 անգամ t2, սա ուղղակի փակագծի մեջին առանձնացնելով եւ քան ձևափոխություններ իրականացնելով կարող ստանաք շատ հեշտությամբ նախորդ խնդրում ներկա տեղադրելով բոլոր արժեքները 673 կելվինով ստանում է մինուս 0.46 հարաբերության կապերի հարաբերության համար եւ բազմապատկելով լոգարիթմի ստանում է 0.0 128 արժեքը կայ համար 673 կելվինով, սա նույնպես նախապատրաստական խնդիրներից է, եթե չեմ սխալվում, մեր օլիմպիադայի, հանրապետական օլիմպիադայի նախապատրաստական խնդիրներից է վերցված, չէ, սա հանրապետականից է, որովհետև միավորներ եք տեսնում, հետագայում կարող եք ձեր համար գտնել, որովհետև սա մեծ խնդրի որոշակի փոքր հատվածներ է, կարող եք գտնել ու ձեր համար լուծել, փորձել լուծել ավելի հմտանալու համար։ Այսօր նախապատրաստել էի այս խնդիրները, եթե հարցեր ունեք չաթում, հարցեր չկան, շնորհակալություն, ես սայի կաշ նաև հնարավոր է այսօր երեկոյան էլ նաև ուղարկեմ խնդիրները այս թեմայի նախորդ անգամ ու նաև հնարավոր է տեղադրեմ հարցում ձեր կարծիքը իմանալու համար ինչ կուզեիք փոփոխել օրինակ ձեր համար ավելի ձեռնտու է ու շահ արդյունավետ եք համարում չաթը ուղարկել խնդիրը հաջորդ օրը ուղարկել նրա լուծումները, թե այսպես քննարկումներ իրականացնել երևի փոլը կտեղադրեմ երեկոյան չաթում եւ կտեսնենք ինչի եք դուք կողմնակից, որ ձևին եք դուք կողմնակից, իսկ այսօր այսքանը, շնորհակալություն, ստեյսչեն։ Հաջողություն։